ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ։ Նորից միասին ենք այսօր իմ խոհանոցում։ Այսօր պատրաստելու ենք միասին ելակով տորտ ժելե։ Քանի որ ելակի շատ լավ սեզոն է ու ընտիր ելակ ունենք այս տարի, գիտեմ, որ Հայաստանում էլ շատ լավ ելակ կա, նայում եմ, տեսնում եմ, ուրեմն որոշեցի, որ այո, այսօր պատրաստենք ելակով ժելե տորտ, քանի որ բոլորն էլ սիրում են, գիտեմ, ու այս տարբերակն էլ չէր խանգարի, որ դուք ունենաք ձեր բաղադրատոմսերի գրքում։ Այս համեղ, շատ հետաքրքիր ու գեղեցիկ ժելեով տորտը ունենալու համար մեզ հարկավոր է ընդամենը ելակ, սերուցք և 4 այսպիսի ելակի ժելե, որ պատրաստի վաճառում են, այլևս չեք միայն ջրով պիտի բացենք և վերջ։ Ուրեմն 4 հատ է մեզ հարկավոր, գիտեմ, որ բոլոր խանութներում էլ վաճառում են, ուղղակի անպայման պիտի ելակի լինի, որ և ելակի համըզգացվի և ելակի գույնը ունենա մեր գեղեցիկ տորտը։ Ուրեմն ամենասկզբից մեզ հարկավոր է ելակը կտրտել, ելակը ես կտրտում եմ, վերածում եմ այսպիսի շրջանակների, ինչ ձևով ուզում եք կտրտեք, դա ձեր կամքն է, այնպես որ ես այսօր որոշեցի այսպես կտրտել։ Ելակը ես արդեն կտրտել եմ, հիմա վերցնում ենք այսպիսի ձևաման, կամ ինչ ձևաման, որ դուք ունեք կամ հավանում եք, այդ ձևամանը վերցրեք, որով միշտ պատրաստում եք։ Ուրեմն ելակը լցնելուց հետո, այսպես գթալով, ուղղակի հավասարեցնում ենք ելակը, որպեսզի բոլոր կողմերում հավասար լցված լինի։ Ուղղակի այսպես գթալով գեղեցիկ հավասարեցնում ենք։ Բարեկամներս, ուրեմն վերցնում ենք մի հարմար աման, ավելացնում ենք 800 գրամ, 800 միլիլիտր եղման ջուր, այո, թող եղման ջուր լինի, և այս երկու տուփը ավելացնելու ենք այս 800 գրամ ջրի մեջ։ Եվ խառնում ենք։ Այս խառնուրդը արդեն լավ խառնելուց հետո, որ զգում ենք գնդիկներ չկա, չնայած գնդիկներ չի էլ առաջանում, ուղղակի պիտի խառնենք։ Հիմա թողնելու ենք, որպեսզի մի փոքր դառնա սենյակային ջերմաստիճանի։ Բարեկամներ, վերցնում ենք նորից մի հարմար աման և այս ամանի մեջ արդեն ավելացնում ենք 300 միլիգրամ եղման ջուր։ Եվ ավելացնում ենք այս մյուս երկու ժելատինը, այս կողմից է բացվում, ու նորից խառնում ենք։ Սպասելու ենք, մինչև երկուսն էլ դառնան սենյակային ջերմաստիճանի։ Մինչ կհովանան մեր ժելեները, մենք հարելու ենք հիմա սերուցքը։ Ինձ մոտ 35% սերուցք է, 32-ը 33-ն էլ կլինի, լինում է, այնպես որ եթե չեք կարողանում ճարել 35%-ը, հոգ չէ։ Ուրեմն անպայման սառը պիտի լինի,
ավելացնում ենք ամանի մեջ, որտեղ պիտի հարենք և ընդամենը մեզ հարկավոր է 2 ճաշի գթալ շաքարի փոշի։ Ավելացնում ենք սերուցքի վրա և հարելու ենք։ Սիրելի բարեկամներ, քանի որ արդեն առաջին ժելեն, որ 800 գրամ ջրով էր սառել է արդեն, բավականին ավելացնում ենք մեր ելակի վրա, շատ զգուշությամբ ավելացնում ենք։ Դնելու ենք սառնարան, մինչև զգանք, որ արդեն դոնդող է դարձել, բավականին սառել է։ Ռաստի արդեն մեր սերուցքը հարել ենք, տեսնում ենք այսպիսի սերուցք պիտի ստանանք, արդեն լավ հարված և հեղուկը արդեն ջուրը բացված ժելեյով ելակ է, ավելացնում ենք հարմար ամանի մեջ, որովհետև քիչ-քիչ ենք լցնելու սերուցքի վրա, որպեսզի այսպես ծորը, այսպես բարակ շիթով ավելացնում ենք և միևնույն ժամանակ հարելու ենք։ Բավականին արդեն դոնդողացել է, ավելացնում ենք հիմա սերուցքը։ Ուղղում ենք, որպեսզի մեր տորթի հատակը ուղիղ լինի, սառել է արդեն մեր ելակով ժելե տորթը այսպիսի գեղեցիկ տեսք ունենք, տեսեք որքան լավ տորթ է ստացվել, շատ լավ բաղադրատոմս է, խնդրում եմ անպայման փորձեք, բարեկամներս, փորձեք, որովհետև շատ լավ է ստացվում, իսկ ձևամանից դուրս բերելու պրոցեսը ես չնկարեցի, որովհետև ջուր պետք է ջուր դրեցի այստեղ, այսպես ամանը մոտ 1 րոպեի չափ պահեցի տաք ջրի մեջ և հետո սրբեցի, այդ բոլորը չուզեցի ուղղակի նկարել և 1 րոպեից հետո այսպես մնում է ջրի մեջ և հանում եք արդեն աման այսպես հակառակ կողմը դնում եք ձեր մատուցման ամանի մեջ և շատ հանգիստ ձևով դուրս է գալիս։ Եթե իհարկե պահում եք տաք ջրի մեջ 1 վայրկյան, 1.5 վայրկյան, այսպես։ Ստանում ենք այսպիսի հրաշալի տորթ ժելե ելակով։ Հուսով եմ ձեզ դուր եկավ, համոզված եմ, որ դուք էլ կպատրաստեք, կփորձեք, որովհետև սուֆլեի հետ այս սերուցքային մասը ելակով ժելեի հետ արտակարգ համեղ է ստացվում, կարծես պաղպաղակ ժելեյով տորթ ուտեք։ Խնդրում եմ անպայման փորձեք։ Բարեկամներս, շնորհակալ եմ, որ հետևում եք ինձ, բոլորիցդ անսահման շնորհակալ եմ, անխտիր շնորհակալ եմ։ Այլ կտրվածքը, սիրելի բարեկամներ, տեսեք որքան լավ դոնդող ենք ստացել, շատ լավ կտրվում է, ուղղակի մի փոքր համբերություն է հարկավոր բարեկամներս։ Նորից ու նորից շնորհակալ եմ, ցտեսություն, մինչ նոր հանդիպում իմ խոհանոցում, իմ շատ սիրելի բարեկամներ։ Is this thing on? I can't tell 'cause you never reply.
they home gone? Am I late? Did I miss the invite? Maybe it's me, I can't tell, 'cause I ran out of time. Is this thing on? I can't tell, 'cause you never reply. Where did you go? Was that you that just drove past the house? And is it me that they're laughing at when I step out? Maybe I'm paranoid, feels like I let everyone down. It feels like everybody's thinking I'm a nobody now.